Բարև ձեզ սիրելի երևանցիներ, սիրելի աջակցություններ, այս պահին գտնվում եմ Մարգարյան 18 շենքի բակում և հարակից տարածքում, այստեղ աստիճանը շենքի հարակից տարածքները ամբողջությամբ բարձի թողի վիճակում են գտնվում, սա ԿՊ գրասենյակն է, ԿՊ գրասենյակը փակ է, նույնիսկ ԿՊ գրասենյակի հարակից տարածքները իրենք որ միշտ այստեղ են լինում, այս հարցերը կարծես չի լուծվել, չեն բարձրաձայնել։ Հիմա ես առաջ շարժվելով ցույց կտամ ԿՊ գրասենյակի Մարգարյան 18 գտնվող շենքի հետնամասում գտնվող աստիճանները, տեսեք ինչ վիճակում է գտնվում աստիճանները, քանդված ամբողջովին, տեսեք, այստեղ ոչ մի բարեկարգում, բակային բարեկարգում չի եղել, տեսեք, նույնիսկ իրենց քթի տակ չեն տեսնում այս հարցերը, որ լուծվի, ԿՊ-ն իր քթի տակ, այստեղ իրենց գրասենյակն է և աստիճանները, տեսեք, ինչ քանդուքարապ վիճակում է գտնվում։ Շահաշված այստեղի կանաչապատ որոշակի տարածքներում գտնվող աղբը, հիմա հաջորդիվ անցնում ենք հետևի մյուս շենքի բակ, ամբողջությամբ ասֆալտապատումը բակային ցույց կտամ ձեզ, տեսեք, սա, Մայրիկ ջան, որ շենքն է սա։ Չէ, սա որ համարն է, սա 18-ն է, սա Մարգարյան, Լավ, չէ, ինձ ասֆալտապատումն եմ ես հիմա նկարում, որ այստեղ չի արվել, էլի, ասֆալտապատ չի ճանապարհները, արև ձեզ, որ շենքն է, Մայրիկ ջան, սա, 17, շնորհակալ եմ, տեսեք սիրելի քաղաքացիներ, այստեղ նաև ասֆալտապատում, բակային տարածքների բարեկարգումով ասֆալտապատում պետք է լիներ, սա 17, հա, հենց դրա համար Մայրիկ ջան նկարում եմ, որ գրասենյակը ԿՊ-ից տեղ է, բայց իրենց քթի տակ առաջ չի սա։ Հա, շնորհակալություն։ Տեսեք, ինչ վիճակում է գտնվում ամբողջ 17 Մարգարյան 17 շենքի բակի տարածքը, ցույց եմ տալիս ձեզ։ Ամբողջությամբ խոտ, նույնիսկ այս խոտը բարձրացել և 1 մետրի է երևի հասնում, ամբողջությամբ քանդված ճանապարհներ են այստեղ, տեսեք։ Սիրելի երևանցիներ, ամբողջ բոլոր վարչական շրջաններում ասում են, թե կատարվում է բարեկարգման աշխատանքներ, բայց այստեղ պարզ տեսակ, որ ոչ մի աշխատանք էլ չի կատարվել, երբևէ չի կատարվել, նույնիսկ իրանց գրասենյակի հարակից տարածքները տուն գնալուց և գալուց, ամեն օր տեսնելով այս ամենը և չեմ բարձրաձայնել, որ այսպիսի ասֆալտապատում չպետք է լինի, նույնը այս աստիճանների մասով, տեսեք, ստեղով քաղաքացիները պետք է իջնեն, բայց սա աստիճան էլ չէ, էլի, քանդված ամբողջությամբ քանդուքարապ վիճակ է։ Հուսով եմ, որ աշխատանքի գալուց ԿՊ-ականները աջ ու ձախ կնայեն, ոչ թե միայն կնայեն իրենց գրասենյակում ինչ թղթեր պետք է ստորագրեն, մարդկանց հետ քարոզարշավի ժամանակ ինչեր պիտի խոսեն, մեր երևանցիների շահերից ելնելով, մենք բոլոր վարչական շրջաններում այո բարձրաձայնելու ենք և հետևողական ենք լինելու, որ բոլոր բակերը, բոլոր վարչական շրջաններում այսպիսի վատ ճանապարհներ, աստիճաններ չունենանք։ Այսքանը։